Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի քաղաքացիներ, լրագրողներ, աշակերտներ, ազգային ժողովի սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում 20 րոպե հակիրճ կներկայացնեմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ Երկու օր դուք եք աստղը։ Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է եղել ազգային ժողով եւ հրապարակված է կայքում։ Ինչի մասին է մեր մեղադրանքը։ Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնական դիրքի եւ քաղաքաշինություն ՓԱԿ բաժնետիրական ընկերության ծառայողների կողմից, իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող թիվ 185 հանրակրթական դպրոց Պոակին անհատույց օգտագործման հանձնված պետական սեփականություն հանդիսացող 15523 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից 3581.43 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը ապօրինի առանձնացնելու եւ օտարելու դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 9-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասով։ 2019 թվականի նոյեմբերի 6-ին քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։ Պետական գույքի կառավարման վարչության եւ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ Երևան քաղաքի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց Պոակի զբաղեցրած 13172 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից 3596.8 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը ապօրինի առանձնացնելու եւ օտարելու դեպքի առթիվ 2020 թվականի հունիսի 23-ին քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ կրկին նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով 20 թվականի հունիսի 29-ին քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն եւ նույն օրը միացվել է նախորդ քրեական գործին Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի եւ քաղաքաշինություն ՓԱԿ բաժնետիրական ընկերության ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Ավանեսով փողոցի 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՕԱԿ-ից զբաղեցրած 6453 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից 580.63 քառակուսի մետր եւ 863.34 քառակուսի մետր մակերեսներով հողատարածքները ապօրինի առանձնացնելու եւ օտարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հուլիսի 3-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ կրկին նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով 20 թվականի մարտի 4-ին քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ իսկ 20 թվականի հունիսի 29-ին որոշում է կայացվել երկու վարույթները միացնելու մասին Երկու վարույթներից անջատվել է մեկը, որը ըստ մեղադրանքի Արման Գալուստի Սահակյանի նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, Տարոն Անդրանիկի Մարգարյանի 308 հոդվածի 2-րդ մասով 3 դրվագ, Անդրանիկ Մազմանիկ Քասարյանի 308 հոդվածի 2-րդ մասով 4 դրվագ եւ 314 հոդվածի առաջին մասով կրկին 4 դրվագ, Արսեն Սերյոժայի Ամյանի 308 հոդվածի 2-րդ մասով 4 դրվագ, Հայկ Արտուշիկ Գյուրեղյանի 38-308 հոդվածի 2-րդ մասով եւ 38-314 հոդվածի առաջին մասով, Արամ Արտավազդի Ենգոյանի 38-308 հոդվածի 2-րդ մասով, Տիգրան Կարլենի Փոթիկյանի 38-308 հոդվածի 2-րդ մասով, Միքայել Լևոնի Հակոբյանի 38-308 հոդվածի 2-րդ մասով, Հայկ Հենրիխի Պետրոսյանի 38-308 հոդվածի 2-րդ մասով 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ուղարկվել է դատարան։ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Արամ Ենգոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Քրեական դատավարության օրենսգրքի նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ոչ արդարացնող հիմքով, վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի 24 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հայկ Գյուղեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կրկին ոչ արդարացնող վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Հայկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կրկին ոչ արդարացնող վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի 24 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Տիգրան Փոթիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Արման Սահակյանի նկատմամբ եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կրկին դադարեցվել է քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ոչ արդարացնող վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Նշեմ, որ երկու մեղադրյալներն էլ որևէ դիրքորոշում դատարանում չեն հայտնել մեղադրանքի վերաբերյալ։ Մենք ունենք մի մեղադրյալ, որը չի համաձայնվել մեղադրանքի հետ, բայց դատական նիստերի ընթացքում երբևէ չի հնչել մեղադրանքի հետ անհամաձայնություն, հնչել է միջնորդություն, որպեսզի ոչ արդարացնող հիմքով վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի։ Հիմա նաև մի փոքր ավելի հասկանալի կենցաղային լեզվով փորձեմ բարձրաբանել, թե ինչա տեղի ունեցել այս 3 դպրոցների, 1 դպրոց եւ 2 մանկապարտեզների հետ։ Երևանի քաղաքապետարանի եւ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության իրավասու աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքը օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքից Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող 185 հանրակրթական դպրոց Պոակի, Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող թիվ 16 հատուկ դպրոց Պոակի, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի զբաղեցրած տարածքներից անհիմն որոշակի մակերեսով հողատարածքների փոխարկում, օրենքի լեզվով կոնվերտացիա կամ փոխանցում իրականացնելու դեպքի առթիվ 24 թվականի դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ նախկին քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով։ Հոդվածը վերաբերում է փողերի լվացմանը։ 2024 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել քրեական վարույթը նախկին քրեական վարույթին միացնելու մասին, որից մաս էր անջատվել եւ ուղարկվել էր դատարան։ Բացի վերանշված պաշտոնատար անձանցից, առերևույթ հանցագործություններին, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կատարմանը, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի, Երևան քաղաքի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց Պոակի, Երևան քաղաքի Ավանեսով փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի եւ Երևան քաղաքի Համո Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող թիվ 185 հանրակրթական դպրոց Պոակի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացած, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման կամ փոխանցման գործընթացին այլ անձանց մասնակցության դեպքի առթիվ 25 թվականի հունվարի 21-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված, այսինքն նախկին քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով 308 հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նույնպես միացվել է մայր քրեական գործին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, որի վրա իրավական ակտերով դրված է եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող հանրակրթական դպրոցին հատկացված եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ 25 թվականի փետրվարի 19-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախկին քրեական օրենսգրքի 315 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է եւս մեկ քրեական վարույթ, որը 25 թվականի փետրվարի 20-ին միացվել է մայր քրեական վարույթին։ Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Տարոն Անդրանիկի Մարգարյանը 2009 թվականի հուլիսի
6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 11 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 18 թվականի հուլիսի 9-ը Երևանի քաղաքապետի պաշտոնը, այսինքն հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող, քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ շահադիտական եւ անձնական արժեագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որը էական վնաս է պատճառել պետության եւ համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաեւ այլ անձանց օժանդակությամբ պաշտոնական դիրքն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերել օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասը զավթած անձանց նկատմամբ։ Տարոն Մարգարյանը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ եւ նպատակ ունենալով թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՕԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Խնդրում եմ այս բառերին ուշադրություն դարձնել, որովհետև հետագայում մի հատ հարցադրում կա անընդհատ լրատվամիջոցներում պտտվում է, այդ հարցադրմանն էլ եմ անդրադառնալու։ Անհատույց օգտագործման իրավունքով հանձնված եւ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15523 քառակուսի մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու միջոցով առանձնացրել է հանցավոր ճանապարհով 1939 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Ապա այդ տարածքը օտարել է իր եւ Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության ֆոնդից եւ ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ։ Այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող տնօրինման իրավազորության իրականացման միջոցով դրանք օտարել են իրենց մերձավորներին, այդ թվում Տարոն Մարգարյանի օգնականին, այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը։ Նկարագրված հանցավոր գործողությունները կատարվել են 2013 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում։ Սա վաղեմության հետ կապված կարևոր ընդգծում է, որովհետև փողերի լվացումը գիտեք առանձնապես ծանր հանցագործություն է։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՕԱԿ-ի կողմից զբաղեցրած 13172 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել հողատարածքներ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով նույն սխեման է դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից եւ ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ։ Եթե սա ասեմ կենցաղային լեզվով, նշանակում է, որ պետական գույք հանդիսացող դպրոցի տարածքը անում են վերաճշտում սահմանների, ասում են իրականում տարածքը ոչ թե X է, այլ X մինուս 2 է, եւ մինուս 2-ը համարվում է ոչ թե պետական սեփականություն, այլ համարվում է համայնքային սեփականություն, հետեւաբար համայնքը կարող է օտարել։ Երկրորդ փուլով ինչ են անում։ Անում են ձևական աճուրդներ, որոնց մասնակցում են իրենց հետ փոխկապակցված անձինք, ստանում են սեփականության իրավունք այս հողատարածքների նկատմամբ, բայց իրենք իրական սեփականատերեր չեն հանդիսանում։ Դրանից հետո վաճառում են երրորդ անձանց, այդպիսով լվանալով այն հանցավոր ծագումը գույքի, տվյալ դեպքում հողատարածքի, որը որ մեղսագրվում է արարքում։ 6492.9 քառակուսի մետր մակերեսություն նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից, ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից, ձևական ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում Սանիկին։ Այսպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։ Այս արարքները տեղի են ունեցել 2011-12 թվականների ընթացքում։ Երրորդ դրվագով
Տարոն Մարգարյանը նպատակ ունենալով պաշտոնական դիրքն օգտագործելով Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՕԱԿ-ի զբաղեցրած 6492.9 քառակուսի մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել 575 քառակուսի մակերեսով հողատարածք Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող շուրջ 0.04 հեկտար մակերեսով հողամասին, որի արդյունքում 575 քառակուսի մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող արդեն միախառնված շուրջ 0.1 հեկտար մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ, դրան հաղորդվել է օրինական տեսք։ Արարքները կատարվել են 2012-13 թվականների ընթացքում։ Երկրորդ մասը նույն մանկապարտեզի հետ կապված նպատակ ունենալով պաշտոնական դիրքն օգտագործելով նույն նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած 6452.9 քառակուսի մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել 863.34 քառակուսի մակերեսով հողատարածք։ Իդեպ Սասունիկ Իսրայելյանը դա խանութ է ունեցել եւ այս խանութի ընդլայնման աշխատանքներն են մանկապարտեզի հաշվին։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանի սեփականության իրավունքով պատկանող Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող շուրջ 0.1 հեկտար մակերեսով հողամասին, որի արդյունքում 863.34 քառակուսի մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող արդեն միախառնված շուրջ 0.18 հեկտար մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ, դրան հաղորդվել է օրինական տեսք։ Արարքները կատարվել են 2014 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում։ Այսպիսով գնահատելով քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, բոլոր ապացույցների համակցությունը բավարարության տեսանկյունից պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով 4 դրվագ, սա փողերի լվացման հոդվածն է գործող քրեական օրենսգրքի շարադրանքում, որը համապատասխանում է նախկին օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերին, քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով, նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասին է համապատասխանում եւ 447 հոդվածի առաջին մասով համապատասխանում է նախկին քրեական օրենսգրքի 315.2 հոդվածին հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Այստեղ եւս հիմք ընդունելով ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությանը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96 հոդվածով, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 108 հոդվածով, քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի առաջին մասի 9-րդ կետով, միջնորդում եմ տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Ես 2 րոպեում կցանկանայի 2 հարց կանխատեսելով պատասխանել։ Նախ, փողերի լվացման հանցակազմը ենթադրում է պրեդիկատ։ Ինչի ենք մենք դատական ակտի արկայության պայմաններում գալիս ու փողերի լվացման մեղադրանք առաջադրում, որովհետև մեզ նախորդող հանցագործության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերջին նախադեպերի իմաստով բավարար է միայն օբյեկտիվ կողմի, այսինքն միայն արարքի ընդհանրական նկարագրությունը, բայց քանի որ գործն ուղարկված էր դատարան, մենք սպասեցինք մինչև դատական ակտով դատարանի կողմից որոշում կլինի եւ կդիտենք նախկինում թույլ տված չարաշահումները որպես պրեդիկատ հանցագործություն, նախորդող հանցագործություն, որն անհրաժեշտ է փողերի լվացման համար։ Դա քրեական օրենսգրքի 296 հոդվածի նկարագրությունից բխում է։ Այսինքն նախկինում արել է հանցագործություն, ձեռք է բերել հանցավոր գույք, դրամական միջոց, հող, շենք, ինչ ասես որ դա կարա լինի, եւ դրա արդյունքում լվացել է այդ գույքը։ Օրինակ, ոնց որ տվյալ իրավիճակում դուրս է բերել դարձել է համայնքի սեփականություն հանդիսացող հողը ձևական աճուրդներով օտարել է իր մտերիմները իրական սեփականատերը չեն հանդիսացել, հետո այդ անձինք այդ գույքերը օտարել են երրորդ անձանց եւ իրական գումարները ստացել են այն անձինք, ովքեր
պաշտոնեն զբաղեցրել տվյալ իրավիճակում։ Մեկ այլ հարց կանխատեսելով ասեմ, որ վաղեմության ժամկետների հետ կապված խնդիր չունենք, նախ բոլորը միացված են մեկ վարույթում։ Ես ինչի ձեզ ծանրաբեռնեցի 3 վարույթների վերաբերյալ նկարագրությամբ, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի իմաստով այստեղ իրար ընդհատում են վաղեմությունները եւ մեկ վարույթի շրջանակում նկարագրված մեղադրանքը տվյալ դեպքում վաղեմության ժամկետի հետ կապված խնդիր չունի։ Երրորդը, ինչ է արված մյուս բոլոր անձերի հետ կապված։ Ճիշտ այնպես, ինչպես նախորդ միջնորդությունը, որ մենք քննարկում ենք, մենք այստեղ էլ գրեթե բոլոր անձանց մասով բոլոր հիմնական գործողությունները կատարել են, սպասում ենք միայն փորձաքննության տվյալներին, որոնք առաջիկա կարճ ժամանակահատվածում ստանալու ենք։ Ուղղակի ձեզ տեղեկատվություն հաղորդեմ, որ 13 անձի նկատմամբ հետապնդում է հարուցված եւ տարբեր խափանման միջոցներ են ընտրված, հիմնականում ազատությունից զրկելու հետ չկապված, գրավ, բացակայելու արգելք, վարչական հսկողություն եւ այլն։ Նախորդ փորձը հաշվի առնելով ասեմ, որ կրկին այս դեպքում մենք չենք միջնորդում падգամավորի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու եւ առանց ազգային ժողովի համաձայնության ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառել չենք կարող։ Շնորհակալություն։